մեզ համար կազմեց Ջանի Ռոնդարի շոկոլադե ճանապարհը։ Ինչի մասին էր հեքիաթը։ Շոկոլադե ճանապարհը։ Լինում են, չի լինում, 3 բարլետացի եղբայրներ են լինում։ 3 եղբոր բախտը մի օր բերում են, նրանք գնում են շոկոլադե ճանապարհը։ Ինչ էր ասում այդ եղբայրը։ Ասում էր, որ բանը տունը ճանապարհը կազմված է տախտակից։ Մյուս եղբայրն ինչ է ասում։ Փոքր եղբայրն էլ է ասում, ասֆալտից կազմված չէ եւ ընկնում է մեջը։ Ինչի մեջ է ընկնում։ Շոկոլադի։ Նստում է 3 եղբայրի ճանապարհի մեջ եւ սկսում են լպստել։ Այսինքն ուտում են շոկոլադե սալիկը, չէ։ Այո։ Ամբողջ գիշեր նստում են շոկոլադե ճանապարհի վրա եւ ամբողջ շոկոլադը ուտում են։ Ովքեր էին նստում ճանապարհի վրա։ 3 եղբայրները։ Մենաթե գիշերը մնացել է ճանապարհի վրա որ ընկել է։ Եղբայրները մով են ճանապարհին եւ իրան տունը չեն գտնում։ Գյուղացի պապիկ է կարծայրով իրանց օգնում է։ Տալով տանում են տղաներին տուն։ Տղաները գնում են տուն, ինչ են տեսնում։ Տեսնում են, որ տունը կազմված է թխվածքա բլիթից։ Եվ սկսում են ինչ անել։ Ուտել։ Ամբողջ տունն ուտում են, չէ։ Այո։ Էլ ինչ կերան տղաները։ Կերան սայլի անիվները։ Սայլի անիվներն էլ են կազմած թխվածքա բլիթից։ Այլից էլ ոչ մի բան չմնաց, ամբողջը կերան։ Բար սովորեցիք։ Սայլի ինչի ով կարող է ասել։ Ես։ Ասա Գևորգյան։ Սայլը հատուկ բառ է, որով քշում են։ Կարգ է, որով բեռ են տեղափոխում։ Ապրես։ Իսկ անիվն ինչ է երեխաներ։ Անիվներ ինչի վրա են լինում։ Ավտոների, ավտոբուսների վրա նույնպես կարան։ Տղաներ, ինչպիսին էր տարօրինակ ճանապարհը։ Շոկոլադապար։ Տղաներին ով օգնեց եւ ճանապարհը ցույց տվեց։ Գյուղացի տապակը։ Աները ճանապարհում են շոկոլադները եւ ճանապարհը վերջանում է։ Սա էլ է շոկոլադե ճանապարհն է։ Մենք բոլորով ուտելու ենք։ Հատ համեղ է շոկոլադե ճանապարհը։ Հատ համով է շոկոլադի ճանապարհը։